Առավոտ GTM կայքի եթերում ես շարունակում եմ մերոնք շարքը եւ բնականաբար այլևս չպիտի ասեմ, որ ես գտնում եմ Արցախում, ես ընդհանրապես մեր հայրենիքի հարավային սահմաններում եմ։ Եվ ինչպես միշտ մեր բոլորի ուշադրության կենտրոնը Արցախն է, մեր տարածքները, մեր երկիրը, մեր ազատագրած, ահա մեր թիկունքում երևում է ոմանց կողմից ասված թե ինչ է եղել, որ 800 հեկտար եւ այլն, այն տարածքները, որ այսօր մշակվում են եւ որ այսօր մշակում է նաեւ Վահան Բադասյանը։ Իդեպ Վահան Բադասյանը վերջերս նաեւ ոսկե մեդալ է ստացել Հանրապետության Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից դիզափայտի եկեղեցու կառուցման, վերակառուցման, վերանորոգման համար նաեւ Նարվիկի ազգանունը Նարվիկ Առաքելյանը նաեւ ով Հիրավի, ուրեմն ես ուզում եմ ձեզ հիշեցնել, երբ որ Բուղան արշավել էր Հայաստանի վրա եւ եկել հասել էր արդեն Արցախ աշխարհ, Հայաստանի հարավային սահմանները եւ ուրեմն այստեղի մելիքներից մեկը մի նամակ է գրում Բուղային։ Թե լսիր։ Նա առաջարկում է Բուղան, թե հանձնվեք, իսկ մելիքներից մեկը գրում է. լսիր, փասափուսետ հավաքիր ու գնա այստեղից, եթե չես ուզում մահդ գտնես այստեղ եւ ամենակատաղի մարտերն են տեղի ունեցել եւ արդյունքում մենք հաղթել ենք, մենք նորից պիտի հաղթենք եւ ասեմ եւս մի ուրեմն գեղեցիկ բառակապակցություն, բառ, խոսք, միտք, որ մենք բոլորս ազգովի ասում ենք, ցավդ տանեմ։ Հայաստանի ամեն մի շրջանում, ամենքս յուրովի ենք դա անցալում, բայց գաղափարը մեկն է։ Այստեղ Հայաստանի հարավային սահմաններում Արցախում ասում են արևդ կծեմ, ասել է թե ցավդ տանեմ։ Պարոն Բադասյան, նորից ես ձեր դաշտերում եմ եւ նորից ուզում եմ ասել արևդ կծեմ։ Ինչ լավ է որ դուք մեր դաշտերում եք եւ այս դաշտերի տերն եք, իրական տերը հողագործն է, իրական տերը ընտրություն կեղծող շանվորտիկ չեն, փող բաժանող ստահակները չեն։ Իրական տերը այն մարդիկ են, ովքեր ահա այսպես սկսել են նորից հաց արտադրել, հաց ցանել, հիշում եք հայտնի մի այսպես հացապատում գիրք ունեինք, որտեղ ասում էր ցորեն ցանող ցոլակին դիմեց ինչ որ անցորդ կին, ցոլակ հերիք չարչարվեց, մի փոր հաց է կճարես, ցոլակն էլ թե կներես, հացը պետք է նաև քեզ։ Այնպես որ հացը բոլորիս է պետք։ Պարոն Բադասյան, ասելիք շատ կա եւ ձեզ հետ զրուցելն էլ իրոք հաճելի է, բայց մեկ տարին լրացավ, տարին անցավ, ապրիլյան օրերը, մեր տղաները, մեր ոսկի զինվորները, մեր բանակը, ինչ է փոխվել, դուք վերջերս նաև այսպես շատ դիպուկ եք ասել, որ ինչ լավ է, որ Խաչատուրովը հապկի նախագահ դարձավ, հա? Քարտուղարը, թող գնա նրանց թալանի, մեզ հերիք է թալանել, եկեք սկսենք այստեղից, բանակում ինչ փոխվեց, ինչ կատարվեց, ինչ ունենք եւ ինչ ենք անելու։ Նախ միջև Սուրեն ջան դու ասում էիր այդքանը, ես Ցորենի սաղմը դուրս հանեցի խողովակի միջից եւ այս մասը երբ արդեն դուրս է գալիս, անկախ թե ամսի քանիսն է, մենք գիտենք որ հացը լինելով է, սա Ցորենի սաղմն է, որ արդեն դուրս է եկել եւ ծաղկել է։ Ես առաջին անգամն եմ այս տարի փորձում։ Արդեն 20-րդ տարուց ավել է, ես փորձում եմ սա ամեն տարի։ Եվ ամեն տարի այս բերկրանքը ապրում։ Ես օրինակ Ցորենի հետ աշխատում եմ հենց ցանելու օրին, երբ ծլում է, երբ ցողունակալում է, երբ հասկակալում է։ Մենք կարող ենք այս սաղմը հիմա փորձել։ Իհարկե, քաղցր է ինքը լինելու։ Ուրեմն ես ուզում եմ այս սաղմը համեմատենք վերջերս համացանցում տարածված էր մեր երկի վարպետների Ռուբեն Մաթեոսյանի եւ Բադալյանի հորովել երգը ես այսպես արտահայտվեցի, ասացի այնպես են երգում, որ մաչկալի ճռնչոցը լսում ես։ Հիմա մենք սա այսպես հարազատներս հացը ամեն ինչ է եւ հացը մեր երկրի, մեր սահմանների այսպես շեմին է։ Այստեղ այն 800 հեկտարից կորցրածներից մի տարածքում մենք չեմ ուզում այսպես անոնով ասել, որտեղ ենք մենք, բայց մենք գտնվում ենք մեր երկրի սահմանամերձ շրջան, որտեղ մենք հաց ենք աճեցնում։ Հիմա համեցեք, բայց ես այդ հացից կփորձեմ, իսկ դուք խնդրում եմ ասեք։ Ես ուրեմն ասենք, որ իրավախություն բոլորից, որ իհարկե ցավը նաև որ մենք զոհեր ունեցենք անցած տարի, բայց դասը քաղվեց։
բանակը այսօրվա դրությամբ պաշտպանության բանակը այդ դասերը քաղելով եւ մեր ժողովուրդը տեսակ թե մենք ինչ ճանապարհով եկանք, ինչքան արագ եկանք հասանք առաջնագծի կողմից եկանք եւ այսօր այս դաշտերում ենք, որ հիմա երևում է կանաչ դաշտերում ու ամրապնդված է, ավելի ամրապնդված մեր դիրքերը եւ մենք ոչ միայն դիրքերը պահելով պիտի որ պահենք, այլ դիրքերը իհարկե պահում են ահա այսպիսի աշխատանքով նաեւ որ այս դաշտերը որ երևում է սա ամբողջ մեր ժողովրդի մեծ մասը այստեղ հաց են աճեցնում եւ այս դաշտերը իսկապես ոչ միայն պիտանի են, սա մեր համար հարազատ է, հոգեհարազատ է, որովհետեւ այս հողի վրա մենք աշխատում ենք, այս հողի վրա մենք կանգուն ենք, այս հողի վրա մենք ամուր ենք եւ այս հողերը մենք ցանկացած ձևի մենք պաշտպանելու ենք սա, որովհետեւ սա Հայաստանն է։ Պարոն Բադասյան, ասել է թե խոսքը ոչ մի թիս հողի մասին չի կամ ինչպես կամահրանքով ոմանք ասում են, ոչ մի թիս հողականներ։ Չէ, խնդիրը այստեղ թիզի հարցը չի։ Մենք եթե ասում ենք այս սա Հայաստանն է, սա Հայաստանն է եւ վերջ։ Այո, սա այս հողը, որի վրա մենք կանգնած ենք, եթե մենք սա հանձնելու այսպես միտում պիտի ունենանք, հա, ինչպես ոմանք ասում են։ Ուրեմն մենք ընդհանրապես հող կամ հայրենիք չպիտի ունենանք։ Սա մեր հայրենիքն է, սա մենք ազատագրել ենք մեր եղբայրների, մեր զավակների արյան միջոցով, ուրեմն սա մեր պատմական հողն է, սա մեր հայրենիքն է, սա մեր պատմական հայրենիքն է։ Որ մենք վերականգնել ենք, որտեղ մենք վերականգնել ենք մեր իրավունքները, եւ սա ոչ ոքի իսկապես չենք տա։ Մենք մեր անկախությունը նվաճել ենք։ Լավ, հիմա գանք այսպես չասեմ ծեծված թեմայի, բայց գիտեք ինչ, մի տեսակ պտտվում միևնույնն է, չարն անում է իր գործը, հա, մի ողջ կուսակցություն վերցրեց ու այսպես ժողովրդից թալանածը փորձեց ժողովրդին բաժանել, դիմացը լուրջ ընդդիմադիր կեցվածք չկար, իշխանություններն ամեն ինչ արեցին եւ թվում է թե հաղթանակ են տալ, արդյոք այդ հաղթանակը Պիրոսյան չէ իշխանությունները։ Գիտեք, հաղթանակ ում նկատմամբ։ Հաղթանակ սեփական ժողովրդի նկատմամբ, այո, բայց սա ամոթալի է։ Հիմա եթե մենք վերցնենք, որ ընտրությունները, ես բազմից ասել եմ, նախքան ընտրությունները, որ ընտրության մոդելը, որին դեռ ծանոթ չէր նույնիսկ ոչ միայն մեր ժողովուրդը, այլ աշխարհի ինչպես ընդհանրապես միջազգային հանրությունները, այո, միջազգային հանրությունը ծանոթ չէր այս ընտրակարգին։ Այս ընտրակարգը ինքնին խուլիգանական էր, որովհետև այն իբրև հայտարարված էր համամասնական, բայց մեծամասնական ռեյտինգային էր։ Իբրև ռեյտինգային մեծամասնական է, բայց համամասնական է։ Այսինքն սա խափոցի, սա խարխշտիկ ինչ որ մի բան էր, որտեղ բայց այնուամենայնիվ պետք է մարդիկ մասնակցեին եւ մասնակիցը չէր իմանում թե որ ինքը կանգնած է այնպիսի փաստի առջև, որը միայն մի ձև ունի՝ ընտրի հանրապետականին։ Միայն այդ ձևն էր, բայց իհարկե ես նորից եւ նորից գոհ եմ մեր ժողովրդից, որ ինքը ովքեր մասնակցել են, տեսեք մասնակցել է բնակչության 55% է, 55-60% է մասնակցել։ Աննորմալ մասնակցություն էր, 2 միլիոն ընտրողից միլիոն մասնակցեց, ինչու չմասնակցեց, որովհետև նա բոյկոտեց։ Ում բոյկոտեց։ Իհարկե ոչ ընդդիմությանը, նա իշխանությանը բոյկոտեց։ Հիմա եթե նրանք էլ մասնակցեին, ապա հանրապետականը չէր ստանա այն ձայները, որը թեկուզ եւ փողի միջոցով ստիպողաբար վախեցնելով ստացավ։ Այսինքն ես չեմ տեսնում, թե իսկապես ազգը մասնակցեց ընտրությանը։ Ընտրությանը մասնակցեցին շահագրգիռ մարդիկ, հանրապետականին ձայն տվեցին այն մարդիկ, ովքեր որ ում ձեռ ոմանց այդ 10,000 դրամները, ոմանց իրենց դիրքը, ոմանց իրենց ռեյտինգայինը եւ այլն։ Ոմանց էլ դաշտի բացակայությունը իսպան։ Նաեւ այո, բայց սա ընտրել Եթե նույնիսկ ասում են հաղթանակը գլուխները քարը, թող լինի հաղթանակ։ Բա վերջը, մաղի վրա, ինչ կա, ինչ ունենք մաղի վրա։ Պարոն Բադասյան, հիմա ես պիտի ձեզ ընդհատեմ, ներողություն։ Հիմա տեսեք, իշխանությունները ոչ մի քայլի չեն խորշում։ Ձերբակալեցին նաև Արցախի հերոս, հա, բայց ես ասեմ, ինչ է ժամանակ Արցախի հերոս։ Հայաստանի ազգային հերոս Սամվել Բաբայանին ձերբակալեցին։ Չգիտեմ, մեկը զանգեց, մյուսն ինչ արեց, վայ, մեկը ասել է իգլակա եւ այլն եւ այլն։ Այսինքն իշխանությունները ամեն ինչ անում են
վերարտադրվելու, չգիտեմ, այս կեղտը անընդհատ թվում է թե մենք միշտ մտածում ենք, որ գուցե իշխանության ղեկավարությունը այլևս մաքրվում է, բայց սրանք կարծես թե լուծ են ընկել, անընդհատ կեղտ են արտաթորում, վերջը ինչ է լինելու։ Ասեմ, շարունակեմ իմ խոսքը ասելով, որ մաղի գլխին ոչ մի բան չկա, նույն սազն է, նույն տազն է։ Այսինքն նույնն է մնացել ամեն ինչ, ոչինչ չի փոխվել, խի որ հաղթեցին, պիտի ուրեմն լինի ապահով Հայաստան, առաջընթաց ոչ, ավելի հետընթաց, արտագաղթ, աղքատություն եւ այլն։ Հիմա այստեղ իմ հույսը, օրինակ, մեր հույսը մնում է միայն մեր ժողովրդի հավաքական ուժը, ինքնուրույն ուժը, որ ժողովուրդը ինքը ինքնուրույն կերպով սկսի զարգանալ, այսինքն եթե մեկը մի կով էր պահում, ձգտի երկուսը պահել, եթե մեկը մի հեկտար էր ցանում, ձգտի ցանի երկրորդը եւ այլն, այսպես։ Իսկ ինչ վերաբերվում է ձերբակալությանը Սամվել Բաբայանի, ասեմ ինչն է հետաքրիր այստեղ հետաքրիրն է, որ զուգահեռ անցկացնենք անցած տարի Ժիրայր Սեֆելյանի ձերբակալության հետ։ Ժիրայր Սեֆելյանին ձերբակալեցին իշխանությունները լկտիաբար եւ ասացին, որ գիտեք, մի ամիս առաջ ավտովթար է եղել։ Հա, 2 ամիս առաջ ավտովթար է եղել եւ ավտովթարի ժամանակ հայտնաբերվել է մեքենաներից մեկի մեջ եղել է 2 կալաշնիկ ավտոմատ։ Ու գիտեք, այդ կալաշնիկի ասել են, որ տվել եք պարոն Ժիրայր Սեֆելյան, դուք եք իրենց տրամադրել այդ կալաշնիկը։ Ժիրայր Սեֆելյանը հարցել է, որ ուր է այդ մարդիկ, որ ասում են նրանք փախել են։ Եվ իսկապես մինչև հիմա այդ մարդիկ չկան, ում ձեռքը եղել է կալաշնիկ եւ Ժիրայր Սեֆելյանը նրանց տրամադրել է։ Հիմա Սամվել Բաբայանին ասում են, գիտեք, արդեն տեսան, որ կալաշնիկը չի ստացվում, գոնե Սամվել Բաբայանի գրպանը, ասենք, գրանտամյոտ գցեին, էլի, կամ գնդացիր գցեին, իգլա են դրել գրպանը եւ ասել, որ ինչ որ 2 մարդիկ տվել, այդ 2 անձը չկա, ինչ որ մեկը որ բռնվել է Վրաստանում, նա չկա, պարզ չի որտեղ է եւ ինչ է այստեղից պարզում։ Պարզում է, որ հետեւյալն է կատարվել։ Ինչ է թե իրական ընդդիմությունը կապ չունի, թույլ դիրքեր են եղել, ուժեղ դիրքեր են եղել, իրական ընդդիմությունը առաջին հերթին, որ եղել է Սիրան Օհանյանի գլխավորած դաշինքը, որի աշխատանքները համակարգում էր Սամվել Բաբայանը, ուրեմն նրան պետք էր անպայման չեզոքացնվի, որպեսզի ձայն չհավաքեն։ Այսինքն սա նույնպես ընտրության կեղծման ձև է, սա նույնպես պղծում է, ինչու եմ ասում պղծում է, որտեղ Սամվել Բաբայանը Արցախի հերոս է, այսինքն ազգային հերոս է, եւ նրա լուսանկարները դասագրքերում կա։ Փաստ է, ինչ որ մեկ մեր զորամասերում կա։ Զորամասերում կան։ Հիմա եթե այդ մարդը հանցագործ է, այդ մարդ հանցագործերում պետք է նկարը հանվի, գնահատական տրվի, որ նա հերոս չէ։ Իսկ եթե նրա նկարը կա, ուրեմն նա հերոս է, եւ միթե կարելի է հերոսին այսպես ամսով փակել եւ չպարզել նա հանցագործ է թե հանցագործ չէ։ Հիմա խի մեր ժողովուրդը չի իմանում, ինչ է, չի իմանում մեր ժողովուրդը ով է հանցագործ։ Մեր ժողովուրդը լավ էլ գիտի, ով է հանցագործ եւ ով չի հանցագործ, ով է հերոսը եւ ով է չհերոսը։ Պարոն Բադասյան, եկեք այսպես ասենք, ելքը որն է, գնդակահարենք այս իշխանությանը, սպանենք, ինչ անենք, եկեք հասկանանք, մարդիկ գնում էին ծեծու ջարդերի, աշխարհը բողոքե, չգիտեմ, մենք բողոքեցինք, այդ եվրոպական կառույցները ինչ որ կապիկություններ արեցին, հետո եկավ հերթական ընտրությունը, հիմա էլ սուսուփուս փողով փորձեցին գնել իրենց իսկ հարստահարած ժողովրդին, ինչ անենք։ Ճիշտ ասած, իսկապես ելք կա, ելքը ես տեսնում եմ։ Իմիջիալոց ես ասեմ, որ Սամվել Բաբայանին վերջերս հանդիպած ժամանակ մի քանի անգամ ես ասել եմ, որ սիրելի ընկեր, սիրելի հին ընկեր, սա ճիշտ ձև չի ընտրության մասնակցել, ընտրության ոչինչ չեք փոխի, ընտրությունն արդեն իսկ կեղծված է, այստեղ միայն ու միայն հարկավոր է ընդվզում, ժողովրդի ընդվզում է պետք է գլխավոր հրավիրել ժողովրդի ընդվզումը, բացարձակապես, բացեիբաց, հետո գլխավորել ժողովրդի շարժումը եւ կատարել իշխանափոխություն, բայց ցավոք սրտի Սամվել Բաբայանը չհամաձայնվեց, ինքը ասում էր, որ ոչ, իշխանափոխությունը պետք է միայն արվի օրվա համադրության պահանջների համաձայն։ Ինքը միշտ դա ասում էր եւ մի քանի անգամ բազմիցս մենք վիճել ենք այս հարցում եւ ինքը միշտ այդպես է ասել։ Գոնե ես այդ պատճառով գիտեմ, որ Սամվել Բաբայանը հնարավոր չէր, որ ինչ որ իգլա, կալաշնի կամ իսկենդեր փորձի կամ ինչ որ միջ մարտամակային հրթիռներ օգտագործեր իշխող
մենք դա գիտենք, պարոն Բադասյան, հիմա տեսեք։ Սա ծիծաղելի է, ուղղակի սա ծիծաղելի է եւ ես ինչ եմ ուզում սրանով ասել, որ մեր ժողովուրդը սա գիտի։ Սա գիտի մեր ժողովուրդը եւ գիտեք ինչ է, մեր տան ղեկավարը ասել է թե մեր տան մեծը, մեր տան հայրը, էլի, մեր տան հայրն ու մայրը, մեր տունը ճիշտ չեն ղեկավարում։ Այսպես էլի մեր մեծ տունը, այսպես մեր Հայաստանը մեր մեծ տունն է, չէ՞։ Իսկ կարծեմ մենք որբ ենք այդ հայր ու մայրը մենք ամեն ինչ ունենք, գիտեք, մեր տանը ամեն ինչ կա։ Մեր տանը կա հզոր միջոցներ, մեր տանը կա օգտակար հանրություններ, մեր տանը կա լավ մարդիկ, լավ զավակներ, ովքեր պատրաստ են այդ տունը պաշտպանել ցանկացած գնով։ Մեր տանը կա մարդիկ, որ իր ձորի են կազմակերպելու մեր կյանքը, մեր տանը կա ամեն ինչ, այսինքն խելք, ուղեղ, պոտենցիալ ամեն, մեր տանը հայր ու մայր չկա։ Մեր տանը հայր ու մայրը եթե կանել, ամեն մեկը հարբեցողությամբ է զբաղվում, մեկը դուրսընկածությամբ է զբաղվում եւ ամեն մեկը իրեն է քաշում, խեղճ զավակները մնացել են անտեր եւ այսպիսի մի բան է դարել Հայաստանը։ Պարոն Բադասյան, տան է նմանվել։ Իսկ այն տունը, որ այսպիսին է լինում, այդ տունը ապականվում եւ կործանվում։ այն տան ծնողները անբարոյական են, այդ տունը տուն չի դառնում։ Մեկ եւ երկրորդը չունենք, ուրեմն պետք է տեր դառնանք։ Օրինաչափ է, չկա ծնող, ուրեմն մեծ ավագ որդի չկա այն խոսքը չի, ծնողը կա կարծես թե, բայց ծնողները խափում են զավակներին։ Ծնողը եթե խափում է զավակներին, այ ուրեմն կան, ավելի լավ է չլինի, գիտեն որ իմանա որ որպես, բայց երբ որ կա ու ապականված է, այսինքն սպղծված է, այս հասկացողությունն արդեն պղծված է։ Ուրեմն սրանով մենք ավելի վատ վիճակում ենք։ Պարոն Բադասյան, մի վերջին հարց եմ ուզում, հարց չէ, ուզում եմ այսպես կիսվել ձեր հետ, մենք ցորենի արտի այսպես բառը հայերեն այսպես ֆոնի վրա, այսպես կանգնած ենք զրույց ենք անում ցորեն հաց, սրբություն, երկիր, հայրենիք եւ սահման։ Դուք ինչու ձեր, այսպես ասած, ճամփրուկը չշալագեցիք ու գնացիք այս երկրից, ինչպես շատ այս պահին, թեկուզ այս ընտրություններում, թեկուզ Հայաստանի ազգային հերոսին, Արցախի հերոսին, ինչպես ուզում են ձևակերպեն, ձերբակալեցին ու ինչ որ մարդիկ, չէ, այս երկիրը էլի այսպես չի, ինչու չեք գնում, ինչ եք ուզում, այս հողից ջրից ինչ եք ուզում, վերջի։ Չէ, ես ոչ թե ինչ եմ ուզում, այլ բան եմ ասել այս երկրի մեջ տասնամյակներ առաջ եւ էլի բանում եմ ասելու, որովհետեւ այս երկիրը մենք պետք է շնացնենք, այս երկիրը մենք պետք է զարգացնենք, այս երկիրը մենք արդեն պաշտպանել հաղթել ենք, մենք պետք է շարունակենք պաշտպանել այս երկիրը, մենք պետք է շարունակենք պահպանել, պահել, զարգացնել, բայց ցավոք սրտի խանգարում են մեզ, ով է խանգարում, խանգարում է օրվա տականքը, խանգարում է մեր այսպես ասած Հայաստանի վերնախավը, իշխող վերնախավը, խափում են մեզ, խանգարում են մեզ, բայց միևնույնն է, եւ խանգարել են միշտ իմիջայլոց, երբ չեն խանգարել, արդեն 25 տարի է խանգարում են, ամեն մեկը շարունակական խանգարում է,